21 TV-ում ժամն առողջությանն է, եթերում ապրենք առողջն է, բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան, այսօր տաղավարում հյուրընկալել եմ դիմացոնոտային վիրաբույժ Գևորգ Շահսուվարյանին, սակայն մին զրույցին անցնել ուզում եմ ասել շնորհակալություն խնամքի ու սպասարկման համար Clint Beauty House-ին, տեղեկացնելով, որ այն գտնվում է Գյուրջյան 17 հասցեում, հեռախոսահամարն է 077 31 30 74։ Բարի գալուստ մեր տաղավար, շնորհակալություն որ ստեղեք։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Այս հաղորդման ընթացքում ուզում եմ խոսենք կիստաներից։ Առաջին հայացքից, երբ մենք խոսում ենք կիստաների մասին կամ տալիս ենք այս տերմինի անունը, մտածում ենք, որ սրանք պիտի լինի փոքր կոնքի խոռոչում գտնվող ինչ-որ խնդիրներ, գնում ենք դեպի կանացի խնդիրներ, գնում ենք դեպի գինեկոլոգիա, բայց արի ու տես, որ դրանք այնտեղ չեն, որտեղ սպասում ենք, եւ լինում են շատ ավելի այլ վայրերում, եւ հենց այդ մասին էլ ուզում եմ խոսենք այս հաղորդման ընթացքում։ Շատ լավ, շատ բարի։ Ուրեմն սկսենք նրանից, թե ինչ է կիստան, ինչ վախենալու բան է այն։ Չէ, վախենալու չի։ Մեծ հաշվով կիստան դրանք դիմացրոտային շրջանի կիստաները, որտեղ մեծ հաշվով ամեն օրգան իր կիստայի մեծ հաշվով ձևակերպումն ունի, մի քիչ ամեն օրգան իր կիստան ունի, հա։ Ոչ պրոֆեսիոնալ ձևակերպում տվեցի բժշկական տեսակետից, բայց ամեն դեպքում, ասենք դիմացրոտային շրջանի կիստաները իրենց բնույթով մի քիչ տարբերվում են, ու կիստան մեծ հաշվով դա օրգանիզմի պաշտպանական ռեակցիա է։ Այսինքն ինչ որ մի օտար մարմնի կամ ինչ որ մի օրգանի, որը զարգացման փուլում թերի է զարգացել, իր շուրջ օրգանիզմը փորձում է պատիճով կիստայի եւ հատուկ խոլեստերինային բյուրեղիկներ արտադրում, որ չեզոքացնի տվյալը։ Ու ստացվում է սենց վատ շրջան, հա, այսինքն կանանթատ հեղուկ արտադրում է, իր պատիճը մեծանում է, սկսում է պարբերաբար մեծանալ։ Կիստաները մեր շրջանում կարելի է բաժանել հիմնական երկու խմբի, այսինքն բնածին եւ ձեռքբերովի։ Բնածին կիստաներ են դրանք հիմնականում պարանոցի բնածին կիստաներ, պարանոցի կողմնային բնածին կիստաներ, որոնք զարգացման փուլի արատներ են։ Չնայած նրան, որ պարանոցի կողմնային ու պարանոցի միջային կիստաները երբեմն հանդիպում են ընդհանուր հասունացման շրջանում, այսինքն դառնում են տեսանելի։ Մարդիկ ասում են նոր է հայտնվել, բայց դա նոր հայտնված չի, դրանք նոր դառնում են տեսանելի։ Բժշկի համար եւս, թե միայն մարդու համար, այսինքն սովորական քաղաքացու։ Սովորական, քանի որ Հայաստանի Հանրապետությունում մեր պրոֆիլակտիկ բժշկությունը մի քիչ թերանում է, հետեւաբար եթե ժամանակին կատարվի համապատասխան հետազոտություն, օրինակ հասարակ սոնոգրաֆիկ հետազոտություն պարանոցի շրջանի կամ ԿՏ, MRT, բնական է, հնարավոր է շուտ հայտնաբերել, բայց մինչև չի դառնում տեսանելի, պացիենտը չի մոտենում բժշկին։ Կամ լինում են օրինակ այլ խնդրով մոտենում են, ասենք, չգիտեմ, հասարակ զոբի խնդրով մոտենում են բժշկի, երեխայի մոտ պարանոց հաստա, երևի զոբա, պապս ուներ, տատս ուներ, սոնոգրաֆիկ հետազոտություն են կանում, պարզվում է, որ պարանոցի միջային կիստա էր։ Իրանք իրենց բնույթով վնաս չեն օրգանիզմին, մարդու կյանքին չեն սպառնում, եթե այնքան չեն մեծացել, որ իրենց հարակից օրգաններին խանգարեն։ Այդքան էլ կմեծանան։ Այո, իհարկե, կախված նրանից, թե պացիենտը երբ կորոշի մոտենա բժշկի, կամ ծնողները երբ կորոշեն բերեն բժշկի։ Մյուս իրաբարդությունը, որ հաճախ հանդիպում է, դրա բորբոքում թարախակալումներն են, որոնք շտապ են դարձնում տվյալ կիստաների բուժումը։ Մյուս խումբը կիստաների ձեռքբերովիները բոլորին հայտնի ատամի կիստաներն են, որ բավականին հաճախ են հանդիպում, բավականին շատ են ու մեծ տոկոսը հայտնաբերվում է ատամնաբուժի կողմից, այսինքն կիստան ինքնին ցավոտ չի, կիստան ինքնին խանգարող չի, եթե չափերով էլ եմ ասում այնքան չի, որ խանգարի տվյալ օրգանի աշխատանքին։ Գնում են ատամնաբուժի մոտ ատամնացավի պատճառով կամ այլ պատճառով կամ ասենք լնդերի բորբոքման պատճառով կատարում ռենտգեն հետազոտություն, տեսնում ենք ունենք կիստաներ տարատեսակ ատամների տակ։ Կիստաների ամենակարևոր հատկությունը նա է, որ իրենց բուժումը բացառապես վիրահատական է։ Այսինքն եթե կիստայի պատիճը ամբողջովին չհեռացվի, պատիճը սնուցումը պահպանի, ինքան սկսելու է շարունակելու է արտադրել խոլեստերինային բյուրեղիկներ պարունակող հեղուկները, որը բերելու են կիստայի կրկնման։ Դրա համար շատ կարևոր է վիրահատության ընթացքում իրան ամբողջ ծավալով հեռացնել։ Մյուս խումբ կիստաները անկախ նրանից, թե որ փուլում են հանդիպել բժշկին։ Եթե անգամ նախնական փուլում է, շատ փոքր է, միևնույն է։ Կիստա է, իր չափերը փոքր, մեծը դա ախտորոշման տարբերակիչ բան չի, մեթոդ չի, մոտեցում չի։ Փոքրը մի քիչ սպասենք, փոքրը մի քիչ
դիմանանք, այսինքն դե Կիստան արդեն կա, կարող ենք կախված հիվանդի ցանկությունից, կախված ժամանակաշրջանից, կախված օրգանիզմի առողջական ընդհանուր վիճակից դիտողական տակտիկա ընտրենք ու սպասենք։ Լինում են դեպքեր, որ բայց միևնույն է պիտի գնանք։ Միևնույն է, միաժամանակ հետո վիրահատվելու են։ Լինում են ունեցել եմ դեպքեր, որ կիստաները չեն մեծացել ժամանակ։ Ասենք հետևել ենք մի 6-7 տարի ու ասենք 6-7 տարի իրանք ստաբիլ նույն չափի, տենց օրինակ հայմորյան ծոցերում են շատ հաճախ հանդիպում, հենց օտոնդոկեն կոչված հայմորիտները, կիստոս հայմորիտներ, որ ասենք ատամի պատճառով կիստան ներաճում է դեպի հայմորյան ծոց ու կարող է երկար ժամանակ տենց ինչ-որ կոնկրետ չափի մեջ մնա։ Հայմորյան ծոցի կիստաների ամենամեծ խնդիրը նա է, որ անցավ են ընդհանուր մինչև չհասնեն ոսկրերին, այսինքն կիստան այնքան չմեծանա, որ սկսի ճնշել հայմորյան ծոցի պատերին։ Պատերին ճնշելուց հետո սկսում են արդեն նյարդատելերի ընկճում եւ մարդկանց մոտ բերում են երրորդ նյարդի նևրալգիաների։ Այսինքն սենց ասած տրայնիշնի ներվի բորբոքման։ Ավելի հայտնի լինի։ Ընդունված տերմին է։ Այսինքն այն որ տեսեք սկզբում նշեցիք, որ իրենք կյանքի տևողության վրա չազդող խնդիր են, իհարկե որակի վրա միանշանակ կազդ են, բայց տևողության վրա չազդող խնդիր են, եւ այն դրանից դրամաբանող այն հարցը, որ դե լավ միևնույն է սրանից կյանքս չի կարճանալու, թող մնա հետո, ինչպես հայերս սիրում ենք ասել, կարող են նաեւ լինել երկրորդային բարդություն, որը արդեն կարող է միանշանակ դրանից լինել։ Խոսեցինք հենց սկզբում, երկրորդային ամենակարևոր բարդություններից մեկը հենց թարախակալումն ու բորբոքումն է, իսկ երբ որ աբսեսավորվեց մեր կիստան, այդ ժամանակ կախված իր տեղակայումից կարանք ունենանք շատ արագ ու սրընթաց զարգացող խնդիրներ, որը կարա բերի ընդհուպ մինչև մահվան։ Բայց ինքնին կիստան բարդությունը բերեց ավելի ճիշտ։ Բարդությունը կբերի, ոչ թե կիստան։ Դրա համար նա պետք է միշտ հետևել, միշտ պահել ուշադրության կենտրոնում, եթե արդեն գիտեք, որ ինչ-որ մի հատվածում դիմացի շրջանի ունեք կիստա, իրեն պետք է պարբերաբար հետևել, չափերը չափել, հասկանալ մեծանում է, չի մեծանում, ինչ ինտենսիվությամբ մեծանում, ասենք կիստան կարող է շատ արագ 1-2 ամսվա մեջ լավ մեծանա, կարող ասենք 4-5 տարվա ընթացքում միլիմետրեր մեծանա։ Այսինքն կիստայի աճը, կիստայի զարգացումը դրանք մի քիչ անկանխատեսելի են մեր համար։ Բայց եթե կա, իրանց պետք է անպայման պահել ուշադրության կենտրոնում։ Պարզապես հրատապ միջամտության խնդիր չի։ Հրատապ չի, հրատապ չի, հենց խոսքը դա է, մինչև չդառնա հրատապ։ Իր չարորակացման ռիսկերը բավականին ցածր են, այսինքն նման ավելի շատ, գիտե, հիմա ինչ ասելու եմ, իմ կարծիքն եմ անմիջապես հայտնում, ոչ գրականության, իմ կարծիքով կիստաները չարորականում են ոչ թե անձամբ կիստաները, այլ երկարատև տրավմայի արդյունքում հարակից հյուսվածքները։ Ես ենթադրում եմ, որ տենց, որտեվ անմիջապես կիստայի չարորակացում չեմ տեսել, բայց հարակից շրջանի հանդիպել եմ։ Պրակտիկան այսպես է հուշում։ Էլի գնացինք նրան, որ բարդացումն է վտանգավոր։ Այո, կիստայի միայն բարդացումներն են վտանգավոր, ինքնին ոչ մի խնդիր չի առաջացնի։ Մինչև էլ եմ ասում, այնքան ինքը չմեծանա, որ սկսի հարակից հյուսվածքների բնականon աշխատանքին խանգարել։ Այ քանի որ դուք նաև փոքրիկների հետ եք աշխատում, ուզում եմ հիմնականում կիստաներից երբ մենք խոսում ենք, մտածում ենք, որ պետքա իծնե լինի, չնայած նշեցիք, որ դրանք նաև կարող են ժամանակի ընթացքում առաջանալ։ Փոքրիկների դեպքում մենք ունենք ինչ-որ սկրինինգային հետազոտություններ կամ որոշակի ծրագրեր, որոնցով կարող ենք իմանալ երեխան ունի այս կամ այն կիստան, թե ոչ, կամ արգանդային շրջանում, այդ պրենատալ շրջանում որոշակի հետազոտություններ կան, որոնք ցույց են տալիս, որ երեխան այս կամ այն հատվածում ունի կիստա։ Պիտի կիստան բավականաչափ մեծ լինի, որ պրենատալ շրջանում երևա սոնոգրաֆիկ հետազոտության ժամանակ։ Նորածին երեխայի պարանոցի օրգանների սոնոգրաֆիա հիմնականում չի արվում։ Եթե ցուցում չկա, չի արվում։ Եթե ցուցում չկա, չի արվում։ Անգամ եթե կա էլ ու ասենք ունենք, ասենք ինչ որ չափի, օրինակ 1 սանտիմետրանոց կիստա, ասենք պարանոցի կողմնային շրջանում, միևնույն է մենք այդ պարագայում ընտրում ենք հսկողական ճանապարհը, որտեվ նորածին երեխայի վիրահատական միջամտությունն ինքնին արդեն ռիսկ է։ Գոնե երեխան 6 կիլոգրամ քաշ ունենա, որ կարողանանք հեշտ ընդհանուր անզգացման ենթարկենք։ Դրա համար առաջի 3 ամսվա մեջ, եթե տենց ակնհայտ երևացող երեխայի կյանքին խանգարող կամ շարժումները սահմանափակող կիստաներ չունենք,
շատ շտապ ախտորոշելը ինձ թվում է անիմաստ է։ 3-4 ամս է կանում մոտավորապես։ Հիմնականում բժշկի մոտ տանում են այն խնդիրները սովորաբար, երբ դրանք երևացող են լինում, հա։ Չգիտես ինչի մենք դրանցից սկսում ենք ավելի շատ վախենալ, քան նրանցից, որոնք ներսում են, չնայած որ ըստ իմ տրամաբանության դրանք ավելի վտանգավոր պիտի լինեն, եթե ներսում են, հա, գտնվում, ամեն դեպքում չենք տեսնում, թե ինչ են անում, ինչպես են ազդում, մի փոքր հարցականի տակ է լինում։ Որոնք են կա արդյոք վտանգավորության որոշակի շեմ, օրինակ, եթե այն կիստաները, որոնք ներքին օրգանների վրա են, չերևացող են, ավելի վտանգավոր են, օրինակ, կամ նրանք, որոնք որ ավելի ակնառու են եւ տեսանելի են։ Ինչ տարանջատում կա սրանց մեջ։ Իմ կարծիքով չէ, իմ կարծիքով էլ եմ ասում, կիստաների վտանգը հարակից օրգաններն են կամ այն օրգանը, որի վրա ենք։ Օրինակ մեր պարանոցի կողմնային կիստաները հիմնական, որից խոսում ենք, բնածին կիստաները, դրանք հիմնականում պարկած են լինում քներակի վրա կամ վենայի վրա, պարանոցի հիմնական ու ժամանակի ընթացքում, եթե մեծացումը դեպի արտաքին միջավայր չի լինում, այլ դեպի ներս է լինում, բերում է անոթների ճնշման, որը բերում է արդեն իր հետևանքները։ Ես միևնույնն է վստահ եմ, որ կիստան ինքնին օրգանիզմին չի վնասում, կիստան վնասում է հարակից օրգաններին եւ իր բարդություններն է վնասում օրգանիզմին։ Որոնք են առաջացման պատճառները։ Գիտենք մենք դրանք։ Բնածինները միանշանակ խռիկային աղեղների ոչ լիարժեք սերտաճումն է, որը կարող է նաև բերել քիմքի ոչ լիարժեք սերտաճման, շրթունքների ոչ լիարժեք սերտաճման, այդ թվում նաև կիստաների։ Շատ-շատերի մոտ օրինակ կան ականջի շրջանում առաջականջային խուղակներ, որ ուշադիր լինեք, կամ արտափքված տեսքի բոլորը ձեռքը տարան դեպի ականջը ամուր կամ փոսիկի պես, դրանք բոլորը կիստայի արտահայտման ձևեր են, որոնք ուղղակի չեն զարգացել։ Ոչ թե չեն զարգացել, կարողացել են դուրս գան ու խուղակ են ձևավորել։ Այսինքն կիստոս հեղուկը անընդհատ դուրս է գալիս եւ փուչիկի պես չի մեծանում։ Շատ շատերի մոտ կա, որ ուշադիր լինեք, եթե ունենց հստակ սկրինինգ, մոնիտորինգ երևի թե չունեմ, բայց կարծում եմ ամեն երրորդ ժողովրդի մոտ առաջականջային հատվածում նմանօրինակ կիստոզարատ կա։ Իսկ եթե օրինակ դիմացնոտային շրջանում մենք ունենք կիստա, սա արդյոք ցույցիչ է, որ կարող է նաև, այսպես ասած, հակում կա օրգանիզմի կողմից, որ կարող է այլ օրգան համակարգերում եւս լինել։ Պետք է փնտրել։ Չէ, չեմ կարծում, չէ, իրանք իրար հետ կապված չեն։ Օրինակ հասարակ արհեստավորների մոտ, երբ որ ասենք իրենց սարքերը ինչ որ աշխատում են, որ մի մետաղ մաշկի մեջ մտավ կամ ինչ որ փափուկիսվածներ մտավ, շատ հավանական է որ իր շուրջ ձևավորվի կիստա։ Այսինքն օրգանիզմը փորձի պայքարել այդ օտար մարմնի դեմ ու կառուցի կիստոզ պատիճ, որը կբերի վերջնական կիստայի ձևավորման։ Կամ ասենք փայտագործել մատի փուշը հասարակ, եթե փափուկիսվածների մեջ մտավ ու չհասցրեց թարախակալվի, ժամանակի ընթացքում իր շուրջ հավանական է որ կձևավորվի կիստա։ Կամ այն ատամները, որոնք որ բուժած են, մի քիչ թերի են բուժած, մի քիչ պլոմբանյութը որակյալ չի։ Չէ։ Բոլորս կարող է ունենք նույնիսկ տեղյակ չենք։ Այո, հենց տենց է լինում է հիմնականում կիստաները, եթե երևացող չեն, իրանք հայտնաբերվում են միամիտ։ Լավ, եթե այսպես այսօրվա հաղորդումը մեր սահմանափակելու լինենք, բարի նոտայով, հա, սահմանափակենք։ Այո, ինչպես նշեցիք, ոչ ոք ապահովագրված չէ, կարող է ունենալ որոշակի ժամանակահատվածում կյանքի, կարող է նույնիսկ ունի դեռ տեղյակ չի, բայց եթե ձեզ դրվում է կիստա ախտորոշումը, սա դատավճիռ չէ, սա վախենալու ախտորոշում չէ, կան լուծումներ, պարզապես պետք է այդ դինամիկ հսկողությունը եւ ճիշտ կայացված որոշումը, երբ, ինչպես եւ ում հետ անցնել ճանապարհը։ Այո, շատ կարևոր է որ բուժվեն մի բժշկի մոտ, այդ պարագայում որ մշտական դինամիկ հսկողությունը ճանաչի, այսպես ասած բժիշկը։ Բացի են ճանաչել, օրինակ կիստային ճանաչի։ Սարքերի միջև կատեի կան տարբերություններ, օրինակ կարող է կատեի սարքերը մինչև 0.5 սանտիմետր խափեն ու ստացվի նենց, որ ասենք օրինակ կատարել ենք մի ֆիրմայի կատեի մեջ ու ստացել ենք ինչ-որ միջավ, ասենք 1.5 սանտիմետր, հետո գնում ենք մեկ այլ ֆիրմայի, որը որակով ավելի բարձր, ավելի ճշգրիտ է, ցույց է տալիս, որ ասենք 1.2 սանտիմետր, ասում են, վայ փոքրացել է։ Հարյուտես, որ ինչի փոքրացել։ Իսկ կարող է ինքնուրույն անցնի կիստան։ Քիչ հավանական, տենց դեպքեր ըստ հիվանդների եղել են, ունեցել ենք կիստա անցել է, բայց
ապացուցված։ Գրականության մեջ չեմ հանդիպել, իմ պրակտիկայում էլ չեմ հանդիպել։ Եթե հստակ կիստա ախտորոշում է, ամեն ուռուցիկ բանը չի, որ կիստա է օրգանիզմում, սենց մի քիչ ուղորային ասեմ, եթե հստակ կիստա ախտորոշում է, այսինքն իր բոլոր հիստոլոգիական շերտերով, ինքը իրան երբևիցե չի կարող անցնել։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ զրույցի ու ներկայության համար։ Սիրելի հիշեցնեմ, որ զրուցակիցս դիմացանոդային վիրաբույժ Գևորգ Շահսովարյանն էր։ Հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ մեր գործընկերն է Klimt Beauty House-ը, որը գտնվում է Գյուրջան 17 հասցեում, հեռախոսահամարն է 077 31 30 74։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։